Սահմանամերձ տեղ համայնքից Ռուբեն Գյագունցը հայոց բանակ է մեկնում բարձր տրամադրությամբ, ավելին վստահեցնում է, որ երկար է սպասել այսօրվան։ Զինվորներն բոլորին լավ ծառայություն, թող առողջ գան իրաց մայրերի մոտ, ծնողներն է թող չանհանգստանան առողջ գալեն հետ։ Գորիսեցի Գորբ Փարսյանն էլ զինծառայության է մեկնում բարձրագույն ուսումնական հաստատություն գերազանցությամբ ընդունվելուց հետո։ Գորնայիրի Փարսյանը եւ եղբայրս է եւ դասընկերս հունվարին ստացավ 20-20 եւ մաթեմատիկան եւ անգլերենը, ընդունվեց պոլիտեխնիկ, տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժինը։ Այսօր նրան մեծ ծափերով ճանապարհում ենք բանակ եւ հույս ունենք երկիրը խաղաղ կլինի, որ նրան էլի նույն ճարպերով, նույն ջերմ եռնանդով ընդունենք հետ։ Գորիսում մեկնարկած ամառային զորակոչին հայոց բանակի շարքերը համալրում է 33 զորակոչիկ։ Նախատեսված կարգով ընթացած բոլոր փուլերից հետո Սյունիքի մարզի զինվորական կոմիսարը ձեռսեղմումով է ճանապարհում տղաներին, նկատելով, որ 2 տարի իրենք են պատասխանատու նրանց համար։ Անցել են բժշկական զննում պարտադիր կարգով, հաշվի ենք առել առողջությունները, հաշվի ենք առնում նաև որոշ ընտանեկան վիճակներ եւ դրանից հետո արդեն ընդգրկում ենք ցուցակներում որպես զորակոչիկներ։ Տղաները վերջնական բուժզննումից հետո հերթով դուրս են գալիս զինվորական կոմիսարիատից, հարազատներն ու ընկերներ ուսերին դրած բարձր տրամադրությամբ ճանապարհում են նրանց, իսկ մայրերն ու քույրերը արցունքն աչքերին, բայց հպարտության զգացումով անփորձանք տունդարձ են մաղթում զորակոչիկներին։ Մի քիչ տխուր եմ, բայց հպարտ։ Լավ տրամադրությամբ ուզում եմ ճանապարհել որդուս բանալ։ Ու լրիվ բոլոր երեխաներին ցանկանում եմ բարի ծառայություն։ Հնչում է հայոց հիմնը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տղաների համար աղոթք է բարձրացվում եւ ուժային կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ տղաները մեկնում են ծառայության։ Արևիկ Աբելյան, Մայքլ Մինասյան, ժամը լրատվական։